Աշխարհը հաշվի է նստում ուժեղների հետ, հաղթողների հետ։ Անցյալում եղել են օրինակ դες դեպքեր, երբ որ ուզեցել են ձեզ լրացնել ձեր ազատ խոսքի համար։ Ոչ մի իշխանություն չի սիրում ազատ խոսողներին, քննադատողներին։ Դիմությանը չի աջողում, որ ինքը ինչ-որ մի բան անի, որ օրակարգերի ձեռքում պահի։ Իր անձը շատ ավելի կարևոր դեր է խաղում այսօր երկրում, քան ցանկացած պարագայում կարող էր վարչապետի անձը դեր խաղալ։ Դե քաղաքասարակությունը 18 թվականից սկսած մինչ օրս աշխատում է իշխանության համար։ Եկեք պատժենք պետական այն պաշտոնյաներին, որոնք անհարգալից են վերաբերվում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ։ Ամեն ինչ լավ է, խաղաղ է եւ այլն եւ այլն, բայց իրականում ընդամենը պարզ է, որ այս ամեն ինչը time out է ընդամենը Ադրբեջանը վերցրել։ Բա հետո Տիկին Օհանյան։ Հետո լավ կլինի։ Օրինակ ձեր վրա քրեական գործեր կային, եկեք դրանից սկսենք խոսալ, հետո արդեն ավելի հետաքրքիր թեմաներ սկսենք զրուցել։ Հա, լավ ասացիր, որ այդքան էլ հետաքրքիր չի երևի թեման, բայց փորձենք։ Դե ասում ամեն ինչ պատահեց այն ժամանակ, երբ որ ես սկսեցի խմբագրականներ գրել եւ այդ մի խմբագրականը դուր չեկավ այսօրվա իշխանություններին։ Այդ 24 թվականի դեկտեմբերի 12-ի խմբագրականից մասն է խոսքը, այնտեղ մի փոքր զուգահեռ էի տարել Սիրիայի դեպքերի հետ, որ ինչպես են Սիրիայի զինյալները եկել իշխանության, չեն վախեցել իշխանություն վերցնելուց, չեն մտածել, որ աշխարհը մեզ չի ընդունի, ոնց կլինի, որ մենք գանք իշխանության։ Բայց հետո պարզվեց, որ այդ նույն այդ մարդասպանին, ով որ հայտնի կադրեր կա, չէ, որ ոնց գլխատված մարդկանց գլուխները պահում, Դոնալդ Թրամփն է ընդունում, գնում է Եվրոպա, տարբեր կաբինետներում շատ լավ ընդունելություն է, այսինքն ոչ մի խնդիր չկա։ Աշխարհը դեպքում, երբ որ Ամերիկան էլ իր գլխագնի համար գումար էր պահանջում։ Այո, այսինքն աշխարհը հաշվի է նստում ուժեղների հետ, հաղթողների հետ, հա, պետք չի վախենալ հաղթելուց գնալ բան է։ Այս խմբագրականի մեջ մեր իշխանությունը տեսել էր բռնության, անհնազանդության կոչ, հա, որ ես կոչ եմ անում, որ այս հայ զինվորականներ գնացեք իշխանությունը վերցրեք։ Դիմել են փաստորեն դատախազության, ասել են այսպեսի խմբագրական է գրվել, դատախազությունում էլ դե մի դատախազ կարդացել է, նյութը ուղարկել է քննչական կոմիտե եւ այն որ ասում է պաշլո պայեխլը։ Ամբողջ տարի ու 2 ամիս քննել են այս գործը, ուղարկել են փորձաքննության, փորձագետներն էլ ամեն մի տողը վերլուծել են, ամեն մի բառը, թե որը ինչ է նշանակում, որը կարող էր կոչ ընկալվել, որը չէր կարող կոչ ընկալվել եւ որ ասма բախտս բերել է, որ նորմալ մարդիկ են եղել փորձագետները գրել են, որ այստեղ կոչ չկա։ Կա վերլուծություն, կա մտքեր, շարադրանք, կա հուզական ինչ-որ տեքստ, այսպիսի, բայց կոչ չկա եւ քրեական ըստ այդմ նաեւ քրեական պատժի ենթակարար գոյություն չունի եւ ի վերջո այդ գործը կարճվեց։ Իսկ օրինակ ինչի եթե այդ 2024 թվականն եղել նոր են հիշել, օրինակ կարող է այդ կապ ունեն նրա հետ, որ այն ժամանակ Ալեն Սիմոնյանի հետ բարեկամական կապեր ունեք, իսկ հիմա որ չէ, հաշվի հարդար են տեսնում։ Չէ, ասեմ ձեզ գործը հարուցվել է 24 թվականի վերջ, 25 թվականի սկիզբ, այդ մի տարի ու կեսը քննություն է գնացել, այսպես ասած, մենք կարող ենք ասել, որ այդ մի տարվա մեջ մտածել են, գցել բռնել են, հարուցենք, չհարուցենք, մեղադրանք առաջադրենք, թե չառաջադրենք, կարող մեղադրանք առաջադրենք, դրսից ուժեղ արձագանք լինի, հանրային մեծ ընդվզում լինի, հա, ասեն դե տեսեք արդեն հասել են, բանը հասել է խմբագիրներին մեղադրանք առաջադրելուն եւ ես ենթադրում եմ նաեւ որ դա էլ է դեր խաղացել, որովհետեւ մենք գիտենք, որ միջազգային հանրությունը շատ ավելի խիստ է վերաբերվում ազատ խոսքի սահմանափակումներին եւ մեդիայի գոնե 18 տարվա խմբագիր աշխատած մարդու դեմ քրեական գործ հարուցել է, այդպես հեշտ ու հանգիստ չեր անցնի, հա, չէր մարսվի, այսպես ասած, եւ կարող է դա էլ է դեր խաղացել, բայց ելի եմ ասում, որ այնտեղ ընդհանրապես չկար որևէ կարճելու տեղ այդ տեքստում, որից կարելի էր եզրակացնել, որ ես բռնության կոչ եմ արել այդ խմբագրականով։ Այո, օրինակ ասացիք 18 տարվա դուք փորձ ունեք, մոտ 3 ղեկավարների օրոք աշխատել եք, անցյալում նման դեպքեր եղել են, որտեվ այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում ժողովրդավարությունը ինքը կեղծ խոսքեր են ու խոսքի ազատությունն էլ բացակայում է մեր երկրում, գրեթե բոլոր քաղբանտարկյալները բանտարկված են զուտ իրենց ազատ խոսքը արտահայտելու համար, նույն ձեր օրինակներն էլ վառ ապացույց է դրան։ Անցյալում եղել են օրինակ դες դեպքեր, երբ որ ուզեցել են ձեզ լրացնել ձեր ազատ խոսքի համար։ Գիտեք, ես անդադ այդ հարցին որ պատասխանում եմ, ասում եմ, որ ոչ մի իշխանություն չի սիրում ազատ խոսողների
ուսուցիչներին, քննադատողներին, մամուլին, մեդիայի աշխատողներին, մենք միշտ բոլոր ժամանակներում ենք խնդիրներ ունեցել։ Ես այդ 18 տարին չի որ աշխատում եմ, ես երևի 30 տարուց ավելի է մամուլում եմ, միշտ ընդդիմադիր լրատվամիջոցներում եմ աշխատել եւ այդ ճնշումները տարբեր բնույթի ճնշումներ միշտ եղել են, հա, ասենք նա եղել է, ինչի՞ չի եղել, ծեծ է եղել, մարդկանց սպառնալիքներ են եղել, իրենց հարազատների նկատմամբ տենց ճնշումներ են եղել, ամեն տեսակ բան եղել է, ֆինանսական ճնշումներ, դատական հայցեր, ամեն ինչ եղել է։ Բայց գիտեք, մի բան պիտի մենք ֆիքսենք, հա, որ ի վերջո ինչու 18 թվականի իշխանապողությունը եղավ։ Նրա համար, որտեղ մարդիկ դժգոհ էին, չէ, նախկին իշխանություններից, ուզում էին ավելի լավ իշխանություն ունենալ, ավելի մեծ ազատություններ, ավելի հանգիստ կյանք, ավելի ապահովված լինենք, բոլոր մեր խնդիրները, նույն Արցախի հարցը եւ այլն լուծվի իշահ հայ ժողովրդի։ Եվ հենց այն հանգամանքը, որ իշխանության եկավ նախկին խմբագիր, ենթադրվում է, որ ազատ խոսքը ավելի պիտի պաշտպանված լիներ։ Մարդիկ ավելի ազատ պիտի հանդես գային, ավելի լավ պայմաններ պիտի ստեղծվեին մեդիայի գործիչների, լրագրողների համար, բայց պարզվեց, որ ճիշտ հակառակը։ Մենք նախկին իշխանությունների ժամանակ ավելի ազատ ենք եղել, ավելի հեշտ ենք աշխատել, ավելի հարմար բարեկեցիկ, լավ պայմաններ են եղել մեր աշխատանքի համար, քան նախկին խմբագրի օրոք, որը ինքը իր մաշկի վրա գոնե զգացել էր, չէ, այդ ճնշումները։ Ենթադրվում է, որ գալով իշխանության պիտի փոխեր իրավիճակը, բայց հակառակը ինքը սկսեց ավելի սահմանափակել, ավելի ճնշումներ գործադրել։ Բայց դե գիտեք, միևնույնն է, մենք սենց ասեմ, էլի 30 տարվա մեջ ազատ խոսքը հարթել է իր ճանապարհը։ Մենք մեր քրտինքով, մեր արյունով, մեր տառապանքով, մեր չարչարանքով ձեռք ենք բերել այդ ազատ խոսելու իրավունքը։ Այդքան հեշտ չի լինելու մեզնից վերցնելը։ Հիմա ինձ ինչ պիտի անեն, թող նույնիսկ եթե քրեական գործառույթեն, բռնեն, դատեն, չգիտեմ ինչ անեն, միևնույնն է, չէ, ես էլի ազատ խոսելու եմ, իմ լրատվամիջոցում աշխատող մարդիկ ազատ են արտահայտվելու, իրենք չեն կարողանալու այդ ճնշումները գործադրել։ Անիմաստ գործ է էլի բռնել ինքը իրականում։ Իսկ 18 թվականի կպատկերացնեք, որ Փաշինյանը այս օրին կհասցնի երկիրը։ Չէ, ճիշտ ասած, տեսեք, այդ դրամասնել եմ երբեմն խոսում, ես քանի որ իր 20 տարվա ընկերն եմ եղել նախկինում, մենք միասին աշխատել ենք 8 տարի, ես իր լրատվամիջոցում եմ աշխատել հայկական ժամանակում։ Ես շատ լավ գիտեի, թե ինքը ով է, ինչ ընդունակություններ ունի, ինչ կարողություններ ունի, ինչ սпасել իրենից, ինչ կարող է հետևանքներ ունենալ երկրի համար իր իշխանության գալը։ Սենց ասեմ, ես 18 թվականի ապրիլին, երբ որ ինձ հարց էին տալիս, հենց արդեն այդ իշխանապողությունից հետո, որ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել։ Ես ասում էի, որ ինքը չի կարող երկիր ղեկավարել, որովհետև ինքը իր տեսակով, բնույթով այդ մարդը չի, որ կարողանա կոլեկտիվ աշխատանք կազմակերպի, փորձ չունի, համապատասխան գիտելիքներ չունի, համապատասխան մարդկային որակներ չունի, բռնկուն է, անհավասարակշիռ է։ Մենք այդ խմբագրությունում մենք տեսել ենք, չէ, ինքը ոնց է հարաբերվում իր աշխատողների հետ, ինչքան խնդիրներ ենք մենք ունեցել։ Ես գիտեի, որ այդ խնդիրները շատանալու են, բազմապատկվելու են։ Բայց գիտեք, նաև հույս ունեի ի վերջո։ Մտածում էի, ասում էի, դե մարդը կզգա, որ սա արդեն խմբագրություն չի։ Սա արդեն մի ամբողջ երկիր է, հա, մեծ երկիր է, որը լիքը խնդիրներ ունի, այստեղ ինքը միայն այդ 10 հոգու ղեկավարը չի, այլ այդ 100,000-ների ղեկավարն է։ Այստեղ արդեն կան մարդիկ, որոնք տարբեր հայացքներ ունեն, ինքը չի կարող աշխատանքից ազատել, ասել, ես չեմ ուզում այս լրագրողի հետ աշխատել, որովհետև ինքը վատ է գրում կամ վատ է մտածում, ինքը պիտի բոլորի հետ կարողանա աշխատել, հա, ես այդ հույսը ունեի, որ այդ պատասխանատվության գիտակցությունը ինքը կունենա ու կփոխի եւ ինքը իրեն կփոխի եւ կփորձի հարմարվել այդ պաշտոնին, մի քիչ այլ կերպ կնայի խնդիրներին, աշխարհին, մարդկանց եւ այլն։ Բայց պարզվեց, որ ես չարաչար սխալվել եմ։ Ցավոք սրտի պետք է ընդունեմ, ես այդ հույսերը ինքը չարդարացրեց, ոչ միայն հանրային բոլոր մեծ հույսերը, հա, որ այդպիսի մեծ սպասելիքներ կային, չէ, ակնկալիքներ իրենից, որ գալու է, լավ երկիր ենք ունենալու, զարգանալու ենք, լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվելու, հա, այդ ամեն ինչը կոռուպցիան է վերացնելու, չգիտեմ, այս հարցն է լուծելու, այն հարցն է լուծելու, ոնց պարզվեց, որ հակառակը իշխանությունը շատ արագ փչացնում է մարդկանց։
Ինձ թվում է այդ ժամանակ հենց մամուլը պետքա կարևորական գործառույթ ունենա իր վրա վերցներ ու մարդկանց բացատրել, որ իշխանությունը գալիս է գունավոր հեղափոխությամբ ու թե ինչի է տանելը գունավոր հեղափոխությունը հաշվի առնելով ու մարդկանց ցույց տալով անցյալում եղած գունավոր հեղափոխությունների փորձը։ Դու փաստորեն հեղափոխություններին դեմ ես։ Գունավոր հեղափոխությունների Գունավոր հեղափոխություններին։ Դե գիտես, մենք նախ այդ ժամանակ չէր գիտակցվում, որ դա գունավոր հեղափոխություն է։ Ի վերջո պետք է արդար լինենք, հա, օբյեկտիվ լինենք։ Նախկին իշխանություններից կային բազմաթիվ դժգոհություններ եւ դրանք օբյեկտիվ դժգոհություններ էին, այնպես չի որ դրանք հորինված էին, իշխանությունները շատ լավն էին, հանկարծ ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ ասաց ես ուզում եմ որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Այդպես չի, չէ։ Այդ դժգոհությունների այդ տարիների կուտակված բողոքի ձայններ, որ մարդկանց հանեց փողոց։ Ուրեմն եւ միշտ պետք է հիշել, որ մարդիկ իրավունք ունեն, հասարակությունը իրավունք ունի պայքարելու, իշխանություն փոխելու, եթե այդ իշխանությունը չի փոխվում օրինական ընտրական ճանապարհով, ժողովուրդը նաև իրավունք ունի փողոց դուրս գալու, փողոցով փոխելու իշխանությունը, հա, այդ առումով ժողովուրդը սխալ չի եղել, այդ մի հատ ֆիքսենք։ Ինչ վերաբերվում է մնացածին, հա, շարունակությունը ինչպիսին կլիներ։ Գիտես, այսօր շատ հեշտ է հետադարձ հայացքով սխալներ գտնել կամ վերանայել, հա, մեր վերաբերմունք հասել, այ որ այն ժամանակ մենք սենց պահեինք, սենց ասեինք, ասենք մամուլը այլ կերպ աշխատեր, այլ հրապարակումներ անեինք, գուցե իրավիճակը հիմա բոլորովին այլ կլիներ։ Այդ հետադարձ հայացքով սխալներ ընդունելը շատ ավելի հեշտ է, քան իրականում այդ պահին զգալը, չէ, ինչա պետք անել։ Բայց ես ես ասեմ, ի պատիվ հրապարակի եւ ի պատիվ մեր լրագրողների մեծ մի խմբի մենք հենց մայիսից, երբ որ ինքը եկել է իշխանության, հա, մայիսի 8-ին է ընտրվել, այդ 18 թվականին մենք վերադարձել ենք մեր նախկին աշխատանքին եւ մենք իրեն նայել ենք որպես իշխանություն, ոչ թե որպես մեր նախկին գործընկեր կամ որպես ընդդիմադիր գործիչ, որին պետք է խնայենք, անընդհատ փայփայենք, իր սխալների վրա աչք փակենք, ոչ, հենց առաջի օրվանից մենք մայիսից սկսած քննադատել ենք եւ ես ձեզ ասեմ, որ հրապարակը խնդիրներ է ունեցել այդ գործող իշխանության հետ արդեն օգոստոս ամսին։ Այսինքն օգոստոսին իրանց քպական ինչ որ մի խմբավորում սկսեց մեր դեմ պայքարել, որտեղ մենք քննադատում էինք, մենք ասում էինք շատ լավ եկել եք իշխանության, լավ եք արել։ Եթե այս չեք փոխում, այս չեք փոխում, այս չեք փոխում, սենց եք ձեզ պահում, սենց եք այս քայլերն եք անում, այս ելույթներն եք ունենում, այսպիսի քայլերի եք դիմում, ուրեմն դուք պիտի պատրաստ լինեք նաև քննադատություն լսելու։ Այնպես որ մեր մեղքը այդքան մեծ չի այս ամեն ինչի մեջ։ Հակառակը ես կարծում եմ, որ մամուլը Հայաստանում այնքան կայացած է, մեր լրագրողներն այնքան գիտակից են, հայրենասեր են, նվիրված են, որ իրենք միշտ լինում են պայքարի առաջին բլոկում։ Հիմա էլ այդպես չէ, այս պահին օրինակ մեր լրատվամիջոցները լրագրողները գոնե հիմնական մասը պայքարի առաջամարտիկներ են, չեն վախենում իրենց խոսքն ասելուց, քննադատելուց, ճնշումների են ենթարկվում, բայց նաև չեն նահանջում, այդ ամեն ինչը կա, չէ, դա էլ արձանագրենք։ Դե շատ լավ է, որ մեր մամուլի մեծ մասը իրենք ընդդիմադիր են ու հա աննանջ պայքար են ողում, այդ պետքա շնորհակալություն հայտնենք մեր լրագրողներին, բայց չեք կարծում, որ այսօր ընդդիմության համար այն է վատ, որ օրինակ ինչ անում է իշխանությունը, վերջ իր արած սխալները լավ անում, վատ անում, բայց այդ ամեն ինչը դառնում է օրակարգային, օրինակ Փաշինյանը այսօր կուկուռուս կամ պերաշկի կերա, վերջ այդ օրակարգային թեմա է դառնում, բայց ընդդիմությանը չի աջողում, որ ինքը ինչ որ մի բան անի, որ օրակարգը իր ձեռքում պահի։ Իմ կարծիքով օրակարգը ընդդիմության ձեռքում եղել է միայն Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, իմ կարծիքով կար ժամանակահատվածում, բայց օրակարգ թելադրում էր ընդդիմությունը։ Որն է մեր ընդդիմության սխալը կամ ինչ պետք է անի, որ օրակարգը իր ձեռքում պահի։ Շատ բարդ հարց է իրականում, գիտես, այո, մեր դժբախտությունը նաև նրանում է, որ մենք հիմա ոչ միայն վատ իշխանություն ունենք, այլ նաև ինչ որտեղ վատ ընդդիմություն ունենք։ Իհարկե ես միշտ զերծ եմ մնում ընդդիմությանը շատ քննադատելուց, որովհետև իրենք հավասար պայմաններում չեն, հա, իշխանության հետ, բայց ամեն դեպքում պիտի ասենք, որ լիքը թերություններ կա, լիքը թերացումներ կա, լիքը սխալներ են թույլ տալիս եւ լիքը բան կա անելու, որ կարելի էր անել, եթե իրենք տենց մի քիչ ավելի գիտակից լինեին, ավելի կազմակերպված լինեին, ավելի պայքարող լինեին, հա, այդ ամեն ինչը պիտի արձանագրենք, չենք կարող չասել։ Ինչ վերաբերում է օրակարգ թելադրելուն։ Օրակարգ, տեսեք, հիմա իշխանության ներկայացուցիչներն, երկրի վարչապետն է,
որոշումները ինքն է կայացնում։ Երկրի ճակատագիրը իր ձեռքում է, ընդ որում որոշումները կայացնում է հիմնականում մի անձնյա, նույնիսկ իր թիմի մեծ մասը տեղյակ չի լինում, մասնակից չի լինում այդ որոշումների կայացմանը եւ այսքան ոչնչացված վիճակ, ինչքան որ ունի այսօրվա պարլամենտը, որը որևէ ձևով չի ազդում երկրի ընթացքի, երկրի այսօրվա կյանքի վրա, հա, թեպետ մենք պարլամենտական երկիր ենք, թվում է թե առաջնային մանդատ ունեցող մարմինն է եւ ինքը պիտի կառավարող առաջի բանը լիներ, բայց այդպես չի։ Մեր նախորդ բոլոր պարլամենտները, նույնիսկ այն ուժեղ նախագահական կառավարման ժամանակ շատ ավելի ուժեղ են եղել, շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել երկրի կյանքի վրա, քան այսօրվա պարլամենտը։ Նույնը կառավարության անդամներ կան, որոնք ոնց հաջողորդն ասում, ոչ գվում են, ոչ բվում են, ոչ մի բանի վրա ազդեցություն չունեն, երբեք չեն հակաճառում կառավարության ղեկավարին, հայտնի չի թե իրենք ինչ են մտածում տարբեր հարցերի շուրջ, իրենց ոլորտներում ապատիկ վիճակ է, ոչ մի շարժ չկա, ոչ մի նշան չկա, որ իրենք նաև գործում են եւ ունեն որևէ ազդեցություն երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Դա նշանակում է, որ երկրի վարչապետը ունի միանձնյա սուպեր վարչապետական լծակներ, ուժ, կարողություն, որը որոշում է երկրում բացարձակապես ամեն ինչ։ Երբեմն մեզ տեղեկատվություն է գալիս ներսից եւ ուղղակի ապշել կարելի է, թե ինչքան փոքր հարցերի լուծմամբ է ինքը զբաղվում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ իր անձը շատ ավելի կարևոր դեր է խաղում այսօր երկրում, քան ցանկացած պարագայում կարող էր վարչապետի անձը դեր խաղալ։ Եվ դրանից էլ բնականաբար բխում է այդ մեր հետաքրքրվածությունը, այդ մեր ամեն իր խոսքը, իր բառը վերլուծելու, իր բոլոր քայլերի նկատմամբ ուշադրություն դարձնելու այդ հանգամանքը։ Այնպես որ օրակարգ թելադրելը գալիս է այդ հանգամանքից, որ մենք ունենք վատ սահմանադրություն, որը սահմանել է շատ անհավասար բանի իշխանության ճյուղերի միջև բաշխվածությունը շատ անհավասար է, վարչապետին շատ ավելի մեծ լծակներ են տրված եւ գալիս է մեր հասարակության այս խեղճությունից, այս վախեցած վիճակից, այն սպառնալիքներից, վտանգներից, որը ինքը անընդհատ ամեն օր իր մաշկի վրա զգում է։ Հիմա տեսեք, օրինակ ինքը ինչ է անում, ինքը ուղիղ հարաբերվում է Ալիևի հետ, Էրդողանի հետ, մեր հարևանների հետ, դա հայտնի չի թե փակ դռների հետևում ինչ որոշումներ է կայացնում եւ հանկարծ մի օր գնում է իրանց ասում է, որ մենք սահմանազատում ենք անում եւ ձեր գյուղի կեսը հանձնում ենք Ադրբեջանին։ Հիմա դուք պատկերացրեք, եթե այդ մարդկանց վիճակը եւ առհասարակ մեր ցանկացած համայնքի բնակի, ցանկացած քաղաքացի անդադ տագնապի մեջ է, անդադ մտածում է, որ հերթական անգամ ինքը նման մի որոշում է կայացնելու։ Դրանից էլ մենք անընդհատ փորձում ենք լսենք, հասկանանք ինչ է անում, առավոտ աչքը բացեց բանը միացրեց, լայվը միացրեց, ինչ ասեց, սրտիկ ցույց տվեց, թե ասեց, ես հիմա անդիմադիր ես ինչին եմ բռնելու, դատախազին ուղիղ եթերում հրահանգ տվեց, ասեց գնացեք կաթողիկոսին մեղադրանք առաջադրեք, ես ինչ բան է արեք, այսինքն իր գործողություններից, իր քայլերից, իր խոսքից շատ բան է կախված, օրակարգ ձևավորելու հանգամանքը այ դրանով է պայմանավորված, ուրիշ ոչ մի բանով։ Սահմանադրության փոփոխության հետ կապված ես էլ կարծում եմ, որ այն ընդդիմադիր ուժը, որը ձգտում է գա իշխանության, իր առաջին քայլերից մեկը պետք է լինի սահմանադրության փոփոխությունը։ Իմ կարծիքով ամենաիդեալական տարբերակը այդ հարցում կլինի կիսանախագահական համակարգը։ Ոչ մեկ չի ասում ժողովրդավար մի եղեք, եկեք ժողովրդավար եղեք, ուղղակի այս ոչ է սահմանադրության, որտեղ շատ խոցել ինքը սահմանադրությունն է, ու մեր սահմանադրությունը անհատից կարող է կերտի բռնապետ ու դրա դեմ հետագայում ընդդիմությունը ոչ մի բան չի կարողանում անի։ Իսկ ինչ վերաբերում է օրակարգին, իմ կարծիքով ընդդիմադիր մեծ մասը օրինակ նախկին նախագահներին պատկանում, բայց հենց Փաշինյանը մի բան անում է, հենց օրինակ նախկին նախագահներին պատկանող մամուլով էլ այդ հրապարակում են, այդ հարցում իմ կարծիքով իրանք պետքա մի քիչ փոխեն իրենց դիրքորոշումը ու սկսեն հրապարակել այն ամենը, ինչը օգուտ կտա միայն իրանք։ Իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ մամուլը ասուլիսների ժամանակ կամ տենց ճեպազրույցների ժամանակ ընդհանրապես բոյկոտ էին ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները ու Փաշինյանին ձայնի իրավունք չտային։ Իմ կարծիքով այդ իր իմիջին լավ հարված կլիներ։ Ինքը չէր կարող ամեն հիմար միտք արտահայտել ընդդիմադիր մամուլի օգնությամբ։ Շատ լավ, տես մի ասուլիսներից մեկում ինքը մի քանի տարի առաջ, հա, մենք հայտարարեցինք բոյկոտ։
ասենք որ չենք գնում այդ ասուլիսին, որտեվ նախ ֆորմատը շատ վատ ֆորմատ էր, այդ էր պատճառը հիմնականում բոյկոտի, բայց այնպես ստացվեց, որ ընդամենը մի 2-3 լրատվամիջոց բոյկոտին մասնակցեցին եւ այդ գաղափարը չաշխատեց, ձախողվեց, Ո՞ր թվականներ էր։ Լավ չեմ հիշում, երևի 2 կամ 3 տարի առաջ էր, համենայն դեպս պատերազմից հետո, հա, այդ մի ասուլիսներից մեկի ժամանակ էր։ Բոյկոտը առհասարակ շատ վատ աշխատող ծանր գաղափար է, միշտ չի, որ հնարավոր է դա կիրառել, որտեվ ի վերջո միայն ընդդիմադիր կամ ազատ անկախ լրատվամիջոցներ չեն գործում երկրում լիքը իշխանամերձ, իշխանական լրատվամիջոցներ կան եւ իրենք այդ իրանց այդ դաշտով կարող են ապահովել իրենց տարածումը, հա, հեչ որ չէ Facebook-ը, սոցիալական ցանցերը բավական են, որպեսզի կարողանան իրենք այդ էլի օրակարգ թելադրել, էլի տարածել իրենց այդ հիմարությունները, որ իրավացիորեն դու նշում ես։ Ես մի քիչ հենց 3 խմբագիրների մենք խմբագիրների չաթ ունենք եւ այդ չաթում ես առաջարկ էի անում, ասում էի, որ եկեք պատժենք պետական այն պաշտոնյաներին, որոնք անհարգալից են վերաբերվում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ։ Եկեք միասնական կերպով, գոնե այս մեր դաշտը, հա, այս դաշտը, որը կառավարելի չի իշխանության կողմից, հայտարարենք, որ ասենք, չգիտեմ, Ռուբեն Ռուբինյանից կամ Վագն Ալեքսանյանից կամ թեկուզ Նիկոլ Փաշինյանից այլևս հարցազրույց չենք վերցնում եւ հարցեր չենք ուղղում իրենց, հա, որովհետեւ իրենք հիմա նախընտրական փուլ է, իրենք շատ շահագրգռված են, որ բոլոր լրատվամիջոցներում Երևան, բոլոր տեղերը տեսնում եք, գովազդ են տեղադրում, հարցազրույցներ են տալիս, ակտիվ են, որպեսզի հանրային բան քվե խլեն մարդկանցից, չէ։ Գոնե այս փուլում մենք կարող ենք մեր այդ ուժը, մեր այդ լծակը օգտագործել, հա, պատժել որոշ մարդկանց, այն մարդկանց, որոնք չեն կարողանում, ի վիճակի չեն կիրթ արտահայտվել, լրագրողին հարգել, լրագրողի հարցը լսել, հարցին պատասխանել, լրագրողին չթիրախավորել։ Դրանցից ամենավառը իհարկե այդ Ռուբինյան կոչվածն է, որը ամեն իր բրիֆինգը ասուլիսը վերածում է լրագրողների հետ այդ բանի խոսքու կռվի, էլի, հա, անընդհատ բանավեճի, հա։ Այդ առաջարկը արել եմ եւ կարծում եմ, որ մոտորերս կքննարկեն, գոնե 1-2 հոգու պետք է պատժել, որպեսզի իրանք հասկանան, իրենց տեղը իմանան, հա, բան չանեն, չափերը չկորցնեն իրենք։ Դե, ասենց ասեմ, նա այդպիսի կազմակերպված ակցիաներ շատ լավ կլիներ, որ արվեին, հա, այս փուլում մանավանդ, երբ որ մենք դեպի ընտրություններ ենք գնում, արժեր որ ֆլեշմոբեր արվեին, հա, ինչ որ կոչեր արվեին, ինչ որ նախաձեռնություններ լինեին, ինչ որ բանով մարդկանց կարողանայինք ակտիվացնել, որովհետև ի վերջո նաև այս ընտրական փուլում պիտի մարդը ակտիվ լինի, հա, ինքը պիտի թեմաների մեջ լինի, պիտի ինքը տեղյակ լինի ինչ է կատարվում, հա, պիտի իրեն անընդհատ ուշադրությունը իր հրավիրի այս վրիպումի վրա, այն խայտառակ խոսքի վրա, այն լկտիության վրա, այն ցինիզմի վրա, որը իշխանության կողմից դրսևորվում է, եւ դա նաեւ կնպաստեր, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի մարդը։ Բայց դե այդ մի քիչ գլոբալ հարցեր են, դա լրատվամիջոցների կամ խմբագիրների լուծելու հարցեր չեն, հա, այդ հարցերը պիտի այդ մեր ընդդիմությունը լուծի, հասարակական գործիչները, քաղաքասարակություն կոչվածը պիտի լուծի, որոնք ցավոք շատ պասիվ են այս ամեն ինչի մեջ։ Դե քաղաքասարակությունը 18 թվականից սկսած մինչ օրս աշխատում է իշխանության համար ու հիմա էլ ոնց հասկանում եք արդեն նախկին քաղաքասարակությունը, այո, նախկին քաղաքասարակությունը, քանի որ բերեց իշխանության եւ ինքն էր իշխանության փայատեր դարավ, մասնակից դարավ, որ ոմանք պաշտոններ ստացան, լծակներ ստացան, ուժ իշխանություն, փող ստացան եւ այլն, դադարեցին այլևս որպես քաղաքասարակություն իրենց դերը կատարելուց։ Բայց գիտես 8 տարին բավականին ժամանակ է, որպեսզի նոր քաղաքասարակություն ձևավորվեր, հա, նոր ՀԿ-ներ, նոր մարդիկ հայտնվեին դաշտում, վերցնեին իրենց ձեռքը նախաձեռնությունը, ասենք ինչու պիտի մենք 2026 թվականին քաղաքասարակության անդամ համարենք Դանիել Իոաննիսյանին, ով սահմանադրություն է գրում իշխանության բոլոր միջոցառումներին մասնակցում է, ոստիկանության հետ աշխատում, չգիտեմ, դատախազության բոլոր կառույցներում կա, ինչի պիտի ինքը լիներ քաղաքասարակություն, ինքը պիտի լիներ արդեն իշխանությանը կից այն գոնգոների մեջ պիտի մտներ, պիտի իմանայինք, որ այս մարդը այս գործով է զբաղված։ Նրա փոխարեն պիտի հայտնվեին նոր մարդիկ, որոնք ցավոք սրտի շատ չեն։
Օրինակ ես որ նայում եմ անցյալում մենք ինչ մարդիկ ենք ունեցել նույն ոստիկանական համակարգում, ինձ էլ շատ մտերիմ գեներալներ կային, այդ մարդիկ այսօր հարց չեն լուծում, ընդհանրապես կապ չունեն այդ ոլորտի հետ, որտեղ 18 թվականին հրաժարվել են աշխատային իշխանության հետ, բայց Դանիել Յոհաննիսյանը իրենից բան չներկայացնելով այնտեղ հարց է լուծում։ Այո։ Շատ այդ աբսուրդ է, նույն կամ Արեգ Քոչինյանն էլ ինքը քաղաքացիական կարծեմ կանոնագրքեր է գրում, էթիկայի կանոնագրքեր է կազմում, հա որոշում է թե պարեկները ոնց պետք է աշխատեն, այս ինչ, տարբեր բաների մեջ ներգրավված է, այո, միայն նա չի, շատերը, հիմա մի խումբ կա այդ քաղաքասարակություն կոչվածից, որը պարբերաբար այցելում է Ադրբեջան, չէ, ադրբեջանցիների հետ շփումների մեջ է, մի քանի օր առաջ էլ այդ մարդիկ նորից էլի գնացին Ադրբեջան հետ եկան, այդ խմբի մեջ անհասկանալի է ովքեր են, ինչ են անում, ով է իրենց լիազորել, ի վերջո հայ հասարակությունը համաձայն է այդ շփումներին կամ երբ որ հանդիպում են, ինչ տիպի խոսակցություն է գնում, հենց երեք այդ այցելվածներից մեկի հետ, Բորիս Նավասարդյանի հետ մեր լրագրողը հարցազրույց է արել, բոլոր հարցերին պատասխանել է չեմ կարող ասել, փակ դռների հետևում է գնացել այդ քննարկումը, այդ հարցով չկա որևէ առաջընթաց, այդ հարցը կարող է լուծվել միայն իշխանությունների մակարդակով, ապա դուք ինչի եք գնում ցույց տալիս, որ դուք օքեյ է ձեր համար ադրբեջանցու հետ հանդիպելը, բաժակ խփելը, սեղան նստելը, չգիտեմ ինչ անելը, երբ որ Բաքվում մենք մեր հասարակական քաղաքական պետական գործիչները դատվում են, քանի տարի արդեն 3 տարուց ավելի խոշտանգվում են, 5 տարի գերության մեջ գտնվող մարդիկ գոյություն ունեն, ինչի եք գնում, մի գնացեք, ուրեմն եթե չկա որևէ արդյունավետություն, որևէ հարց չեք կարողանում լուծելու, ինչու եք գնում, միայն հասարակության հայի արժանապատվությունը վիրավորելու, նվաստացնելու համար եք գնում։ Ամոթ էլա որ ադրբեջանցիներն են գալիս են ստեղ իրենց զգում են ոնց որ իրենց տանը ու մեր հայերն էլ առանց հաշվի առնելու որ մենք այնտեղ գերիներ ունենք ես շատ խիստ կասկածում եմ որ իրանք մի անգամ բարձրացնած լինեն գերիների ասում է բարձրացնում ենք հենց Բորիս Նավասարդյանն այդ հարցազրույցում ասում է որ ամեն այցելության ժամանակ մենք գերիների մասին խոսում ենք երբ լրագրողը հարցնում է ասում է իսկ ինչու արդյունք չկա ասում է դա մեր լուծելու հարցը չի իշխանությունների լուծելու հարցն է այդ դեպքում ինչի եք գնում Դուք դրանով մասնակցում եք այս վիճակին, այս մթնոլորտին, այս ամեն ինչին։ Ազգային արժանապատվության հարցը արդեն այդ եթե օրինակ ես չեմ գնա, ինձ թույլ չեմ տա, որ իմ շրջապատից ինչ-որ մեկը գնա իշխանության գործիք ծառայի էլի Ադրբեջանում, իրը փորձի ստեղ Ադրբեջան ռեկլամա անի։ Այո, խաղաղության այդ պատրանքը ստեղծեն, մարդկանց խաբեն։ Իմիջայլոց այդ Ադրբեջանից եկողների մեջ էլ գիտես չէ, որ լաչինը փակող այդ կանանցից կային, այո, եւ շատ հանգիստ խաղաղ ընդունում են, ջերմ ժպտում են, պատիվ են տալիս, լավագույն հյուրանոցներում իրենց ընդունում են, ինչ ասես։ Դե կարողանում բարեկների հետ վիճվեն երկրում։ Ես հիմա գնամ մի բարեկի հետ վիճվեմ իմ քաղաքական հայացքների համար ինձ հաստատ կկալանավորեն, բայց ադրբեջանցիները գալիս են բարեկների վրա գոռում են, ասում են մեր տունը ստեղ ա եղել, ընդեղ ա եղել ու զրո արձագանք, այդ Բորիս Նավասարդյանը նույնը պետքա պատասխանի այդ հարցերին, բա ինչի է իշխանությունը չի զբաղվում ուրիշ հարցերով, եթե այդ Ադրբեջանը գերիների հարցերը ձեր զբաղվելունը չի, ուրեմն ընդհանրապես մի գնացեք, եթե պրոստը գնում եք այնտեղ ման է գալի, հետ է գալիս, ձեր ժամանցը վայելելու համար, ուրեմն մի գնացեք ընդհանրապես, եթե ազգին օգուտ չեք կարողանում բերեք։ Չէ, եմ ասում, միայն մի նպատակ ունի այդ ամեն ինչը ցույց տալ, որ խաղաղություն է հաստատվել, տեսեք սահմաններին չեն կրակում, տեսեք մենք արդեն ունենք պայմանավորվածություններ հարևան երկրների հետ, ամեն ինչ լավ է, խաղաղ է եւ այլն, բայց իրականում ընդամենը պարզ է, որ այս ամեն ինչը time out է ընդամենը Ադրբեջանը վերցրել եւ ինքը չի դադարում, ամեն օր իրենց տարբեր պաշտոնյաների բերանով ասում են, որ Արևմտյան Ադրբեջանը պիտի մենք հետ վերցնենք մենք պիտի գնանք ապրենք այնտեղ, մեր 300,000 ադրբեջանցիները պիտի հետ վերադառնան իրենց տները եւ այլն, հազար ու մի այդ տեսակ խոսույթ կա, չէ, դաշտում։ Նշանակում է, որ ոչ մի խաղաղության մասին խոսք լինել չի կարող, ընդամենը հնարավորություն են տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերընտրվի այս ընտրություններով, եւ դրանից հետո արդեն որ ասում է կանաչ լույս կբացվի Ադրբեջանի բոլոր այդ նենք ծրագրերի առաջ։ Այս իշխանության խաղաղության ապացույցը իրանցի ճակած պատն է իմ կարծիքով, ուրիշ հաջողություն իրենք ոչ մի բան չեն կարողանում գնացեն։ Ցավոք մեր ժամանակը սպառվեց այսօր, մեր հետևորդներին խնդրենք, եթե իրենց դուր են գալի մեր ոդքասթները, բաժանորդագրվեն, լայք դեն ու սեղմեն զանգակի կոչակը։